Բարև ձեզ սիրելի ռադիոլսողներ, հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո մեր գրականության մեջ նկատվեց մի միտում վերաիմաստավորել մեր անկախության շրջանի պատմությունը, հատկապես 90-ականների պատմությունը, եւ դա տարբեր վեպերում դարձավ այսպես դիմորոշ գիծ։ Մեհեր Իսրայելյանի նոր վեպն է լույս տեսել, Փոքր աշխարհի մեծ կատակները, որտեղ նույնպես որպես գլխավոր խնդիր դրված է անկախության դարաշրջանի պատմության վերաիմաստավորման փորձը։ Ինչու է այս միտումը այսօր տարածված եւ ինչ միջոցներով են գրողները հասնում դրան, այսօր կփորձենք հասկանալ հենց Մեհեր Իսրայելյանի հետ։ Ողջույն Մեհեր։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ մեր ջան։ Պես մի կարևոր հարցից եմ ուզում սկսել, քանի որ մեր ռադիո լսողները գիտեն, ես իմ մոտո ճանաչում եմ բոլորիդ, հա, եւ եթե ընթերցողի համար գիրքը լույս է տեսել 2026 թվականին, ես թարսի պես, ինչպես ասում են, գիտեմ դա երբ է գրվել, ինչու է հրատարակում այսքան ուշացել եւ այլն եւ այլն, եւ այդ մանրամասներն իմանալու իմ առավելությամբ ուզում եմ մի այսպիսի հարցից սկսենք։ Գաղտնիք չի, որ այսօր վերջին տարիներին հատկապես գաղափարական ուղերձները ամենատարբեր խոսույթները, դիրքավորումները, թե քաղաքական դաշտում, թե հասարակական կյանքում շուտ-շուտ են փոխվում։ Հա, մի ինչ որ միտում կարող է թրենդային լինել, հետո դա դրա հակադիր գաղափարը թրենդային լինել, նայած թե ինչ խոսույթն է գերակշռում քաղաքական դաշտում։ Ես գիտեմ, որ վեպը գրվել է տարիներ առաջ, կարծեմ 3 տարի առաջ, հիմնականում 2023 թվականին, 24-ին մի քիչ էլ, բայց 26 թվականին նոր լույս է տեսնում։ Ինձ հետաքրքիր է երկու հարց։ Այդ ընթացքում աշխատել եք էլի վեպի վրա փոփոխությունների տեսանկյունից, եւ եթե չէ, ապա կա ինչ-որ բան, որ կփոխեիք այսօր հենց այդ խոսույթի տեսանկյունից։ Ճիշտ ասած, մի գլուխ երևի թե ավելացել է վեպի մեջ, վերջին ամիսներին, երևի 7-8 ամիս առաջ գրված մի գլուխ, որը այսպես ասած ինտեգրվել է վեպի կառուցվածքի մեջ բավականին հաջողությամբ, բայց այլ գլուխների վրա առանձնակի աշխատանք չի կատարվել, ինչպես գրվել է այն ժամանակ, նույնությամբ հրատարակվել է, ես էլ իմ սովորության մեջ դա չեմ օգտագործում, իհարկե վերաիմաստավորում ենք անցյալը, պատմությունը, շատ բաներ, սակայն գրականությունը վերաիմաստավորելու, այսինքն փոխելու կարիք ես չեմ տեսնում, ինչը այդ բանին ինչպես գրվում է, որպես կանոն, այսինքն բան չի փոխվել քո հայացքներում, մոտեցումներում։ Շատ լավ, դա ավելի է ուղղորդում, ճիշտ եւ ստույգ կարդալ վեպը, դրա համար իմ հարցը մեր զրույցը դրանով ստեցի, որպեսզի հետագա հարցադրումներս էլ ճիշտ լինեն։ Մեր տես այդ վեպերում, որոնք ես հիշատակեցի, օրինակ Նորայր Սարգսյանի Հանրապետությունների 3-րդը, Գրիգը գրեց Ֆրիդենսդորֆ վեպը, որտեղ վերաիմաստավորման խնդիրներ են գնում։ Մյուսները անկախ թեմայից այդ հարցը դրված է։ Վերջերս Օվիկ Չարախչյանի Երկիր անավարտ վեպը կարդացի այդ թեմայով էլի։ Եվ ինչն է հետաքրքիր, հատկապես գաղափարական այսպես կարևորություն ունեցող ընդգծումները եւ Նորայր Սարգսյանը իր վեպի վերջին գլխում եւ Հովիկ Չարախչյանը իր վեպում շեշտում են զինվորականի կերպարով։ Այդ կերպարն է դիտարկվում որպես այդ անցյալը կամ չգիտեմ, այդ անկախության դարաշրջանը քո ձևակերպմամբ վերաիմաստավորելու այսպես օբյեկտ։ Քո վեպում էլ, հա, գնդապետ, գեներալ, իհարկե, սա ինչով է պայմանավորված։ Արդյոք մեր այդ վերաիմաստավորումը, մեր անցյալի սխալները կամ ձեռքբերումները պայմանավորված են միայն զինվորական գործոնով։ Եթե մենք ընդհանուր պատմությանը գնահատական տանք, ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ էլ ամենակարևոր գործիչները, որպես կանոն, որոնք փոխել են եւ շրջադարձային դեր են ունեցել պատմության վերափոխման կամ ինչ-որ մեծ իրադարձությունների համար, որպես կանոն եղել են զինվորական գործիչները։ Եթե մենք էլ պատմությունը հիմա ուսումնասիրենք, հիմնականում մշակույթը իհարկե մի կողմ թողնենք, բայց հիմնականում զինվորականների պատմություն է։ Դրա համար այստեղ նույնպես զինվորականի պայմանական, ես կասեի, կերպար է բերված, ինքը հայ մարդու կերպար է իրականում, գնդապետի ուսադիրները կարելի ասել պայմանական է, քանի որ ամենազգայունը ռազմական կամ պատերազմական իրավիճակներում այդ զինվորական խավն է, որ ինքը անմիջական դերակատարում ունի, անկախ նրանից, թե ինքը մասնակցում է թատերաբեմում այդ պատերազմին,
թե մի փոքր ավելի այլ հարթակներում այդ առումով նաև գրականության մեջ զինվորականի կերպարը, գնդապետի կերպարը երևի թե Մարկեսից նաև որոշակի ազդեցություն, որ ինքը գնդապետին չեն գրում, էլի կան հերոսներ, գնդապետը մի տեսակ այցեքարտային կարծես թե խորհրդանիշ է ստացել գրականության համար, այդ առումով էլ շատ հարմար գտա, որպեսզի գնդապետի դեմքով ներկայացվի այդ պատմության վերաիմաստավորման փորձը, ինչպես նշեցիք։ Շատ լավ, տես, էդ էլ է շատ կարևոր դիտարկում, երբ որ հեղինակն է անում, այսինքն ստացվում է, որ պատմության եւ վրիպումները եւ հաջողությունները գնդապետներինն են, այնուամենայնիվ որքան էլ դու ասես պայմանական են։ Ինչ որտեղ ես չեմ կարծում, որ գնդապետները ամենակարևոր դերն ունեն իհարկե, սակայն ամենատեսանելի դերը գուցե զինվորականներն ունի, քանի որ պատերազմը պարտության ժամանակ ոչ ոք չի մեղադրում այն մնացած գործիչներին, ովքեր անմիջական ներգրավվածություն չեն ունեցել պատերազմի մեջ, ամենահեշտը միշտ մեղադրելն է այն մարդկանց, ովքեր անմիջապես մասնակցել են պատերազմին ու դերակատարություն են ունեցել որոշակի անմիջական։ Մենք ունեցել ենք նաև հետ պատերազմյան շրջան, որտեղ նույն զինվորականները արիչ թաքցնենք, չնայած բոլորը գիտեն, ունեցել են շատ վճռորոշ դեր, նույնիսկ ոչ պատերազմական ժամանակներում։ Սա էլ թերևս պատճառ է, որպեսզի ես չէի ուզի տպավորություն ստեղծվի, թե զինվորականի մասին է վեպը։ Չէ, բնավ, մենք այն մյուս բաներին կգանք։ Մյուս բաներին կգանք, այդ չենք թող այդ տպավորությունը մնա, բայց ամեն դեպքում դեռևս կարճացեմ գնդապետից, ինչու, որովհետև վեպը կարդալուց մեկ այլ զուգահեռի մեջ ընկա, չգիտեմ կարդացել ես թե չէ, մեքսիկացի շատ ուժեղ գրող Կարլոս Ֆուենտեսի Արտեմիո Կրուսի մահը վեպը, շատ ավելի հրաշալի, երբ որ ահա ըստ ամենայնի աշխարհը նվաճած իր չափերով, հա, մարդու վերջին վարքյանները կյանքի նրա ամբողջ անցյալն են առաջ բերում, էլի զինվորական ճանապարհ, հեղափոխություններ, պատերազմներ եւ այլն եւ ահա այդ վերջին շունչը, վերջին ակնթարթները բացահայտում են ճիշտն ու սխալը, հա, վրիպումը, ձեռքբերումը եւ այս վեպի հանգույցներում ամենատարբեր դու տեսնում ես ուղերձներ, որ ինչից խուսափենք, ինչի վրա շեշտը դնենք եւ այլն։ Կարելի է քո վեպն էլ այդ տեսակ վերջին վարքյանի տրամաբանությամբ նայել, ինչու, որովհետեւ այսպես կարծում եմ սփոյլ չեմ անի, վեպի ամենավերջում, հա, ինչ որ արթնացումի, հա, ուշքի գալու ինչ որ մի տրամաբանություն կա եւ այդտեղից հասկանում ես, որ այդուհանդերձ այս վերաիմաստավորումը անկախության դարաշրջանի ինչ որտեղ նաև էգզիստենցիալ վիճակից ցելադրված պահ էր, հա, ինչ որ մահվան սպառնալիքի տակ գուցե սպանության սպառնալիքի տակ գուցե հոգեբանական մեջ ճնշման տակ գուցե գալիս է այդ վերաիմաստավորում։ Այսինքն ստացվում է, որ մեծ էգզիստենցիալ վիճակ է պետք, որպեսզի մենք վերաիմաստավորենք։ Այո, գուցե ենթագիտակցորեն ես որպես հեղինակ եկել հանգել եմ հենց այդ աստիճանին, այդ հանգրվանին, որ այո, մեզ պետք է արթնացում, պետք է ինչ-որ մի վճռորոշ կրակոց, ուչագերտավոր թեկուս, որպեսզի արթնանանք եւ կարողանանք վերաիմաստավորենք։ Եթե ասեմ, որ ես հատուկ պլանավորել եմ վեպը, կառուցվածքը նախորոք մտածել եմ գաղափարական վեպ գրել, այդպես չէ, իրականում այո, ենթագիտակցորեն գուցե նման եզրահանգման է վեպը եկել հասել, սակայն իհարկե բոլոր հեղինակներն էլ, հայ հեղինակները, ովքեր ապրել են այս վերջին 25-30 տարում Հայաստանում եւ ապրում են մեր ժողովրդի ցավով, ինձ թվում է ինչ էլ գրեն, չեն կարող խուսափել այն մեծ եւ հաղթանակներից եւ պարտություններից, քանի որ եւ հաղթանակը եւ պարտությունը մեն է, որոնք ուղեկցել են մեր ժողովրդին։ Ես փորձել եմ ուղղակի զուտ անձնականի ու անանձնականի այդ զուգահեռ աշխարհների ներկայացմամբ փորձել ավելի գեղարվեստական ձևով ներկայացնել մեր երկրի վերջին 30 տարվա պատմությունը։ Կարծում եմ այդ գեղարվեստական արտացոլանքի միջոցով շատ հաճախ ավելի ստույգ ազդակներ են փոխանցվում ընթերցողին, կամ փաստզուտ չոր փաստագրությամբ եւ պատմական թվերով։ Ես միշտ այդ քո տեսակետի կողմնակից եմ, մեր իհարկե նրանք ովքեր քո գրքերը կարդացել են, քեզ էլ քիչ թե շատ ճանաչում են, վստահաբար
կերպարում գլխավոր, քեզ կորսան, հա, ինչ որ այստեղ լինել է, այնտեղ լինել է գրականություն ստիրելու, գրող լինելու այդ հանգամանքը, հա, այդ հակումները գնդապետի մեջ ամրագրված կամ վեպում էլ հիշատակում է, որ ինձ հանգիստ թողեք այս փոքր աշխարհի մեծ կատակները վեպը գրեմ, հա, եւ բայց ամենակարևոր հուշումը, որ կար վեպում, ինձ շատ ցնցեց ճիշտ ասած, հիմա կբացատրեմ ինչու, քո առաջին գրքի մինչև մեռնելն ապրել է պետք վերնագրի անուղակի հիշատակումներ, հա, վեպում, որ մինչև մեռնելն ապրել է պետք։ Ես մտովի հետ գնացի, վերհիշեցի այդ վեպը, որի մեջ շատ պատանեկան, լուրջ ռոմանտիկա կա, այդ նոր սկսվող շարժումների, անկախության համար պայքարի հանդեպ բոլորովին այլ ոգևորություն կա, հա, եւ կարծես այնտեղ նույնիսկ այդ վիպակում բացառվում է այն հեռանկարները, որ այսօր ունենք, հա, ինչ որ մարտահրավերներ, որ այսօր ունենք։ Հիմա ինձ այդ էվոլյուցիան էր հետաքրքիր։ Տես, սկսել ես մինչև մեռնելն ապրել է պետք վիպակով, որը անկախության նվաճման մեր այդ գործընթացի ակունքներում ես, հա, որպես հերոս, եւ քո վերջին գիրքը արդեն այդ անկախության այդ շրջանը, որը դու սկսեցիր, հա, պատմելով, վերաիմաստավորելու փորձն ես անում։ Ինչ հուզական, գաղափարական կողմերով են այդ առումով կապվում քո առաջին ու վերջին գրքերը։ Ես ասեմ, որ եթե նկատել եք, հիմնական ես առաջին դեմքով եմ ստեղծագործում, սակայն այս վեպը փորձել եմ երրորդ դեմքով ներկայացնել, քանի որ փորձել եմ ավելի շատ հայացք կողքից եւ կերպարն էլ, գլխավոր հերոսն էլ հավաքական գնդապետի, հավաքական հայ մարդու կերպար է, իհարկե կան նաև իհարկե ինքնակենսագրական դրվագներ, որ եկել մտել են սցենարի մեջ։ Չէ՞ որ գրողի գնդապետի հայրը նույնպես գրող էր եւ այլն։ Քանի որ էվոլյուցիայի մասին խոսեցի, ասեմ, որ մի գաղտնիք բացեմ, ասեմ, որ վեպը ամենասկզբում որ սկսել եմ գրել, փորձեցի որպես շարունակություն հենց մինչև մեռնել ապրել պետք վեպին գրել եւ իմ սուբյեկտիվ գնահատմամբ չստացվեց այդ վեպին որպես շարունակություն, այլ լրիվ ուրիշ տեղ տարավ, սակայն միայն թերևս սրատես գրականագետի աչքը կարող էր նկատել, որ այդ կապը այնուհանդերձ երևի թե մնացել է։ Այ մեր ինչու չստացվեց, դա շատ կարևոր պատասխան է։ Որովհետեւ այն նույն հույզը չկար, այն նույն ոգևորությունը չկար։ Գուցե թե քանի որ այն բոլոր հույսերը, երազանքները, որ մենք այդ երիտասարդ տարիներին ունեցել ենք, լիարժեք չիրականացավ։ Հիասթափություններ եղան եւ կյանքը իր սրբագրումները բերեց մեր երազանքներին եւ այդ առումով զուտ որպես շարունակություն առաջին վեպին թերևս չստացվեց։ Բացի այդ առաջին վեպը ես գրել եմ պատանու աչքերով, թեև գրել եմ հասուն տարիքում, բայց գրել եմ պատանու աչքերով, ավելի ջինջ, ավելի մանկական այդպես հայացքով, իսկ սա արդեն 40-ամյա փորձառու գնդապետի արդեն 40-ամյա փորձառու գնդապետ, հետաքրքիր է։ Մեր մի ուրիշ բանի մասին էլ խոսենք, վեպի գլուխները վերնագրված են կատակ։ Սովորաբար գրում են գլուխ 1, գլուխ 2, չգիտեմ, մարդկա մաս 1, մաս 2։ Կատակ, ինչու կատակ։ Որովհետև կյանքը ինչ է թաքցնում, ճիշտ ասած։ Ոչ թե թաքցնում, այլ հակառակ է ինձ թվում, բացահայտում են, որ կյանքի բոլոր մեր շրջափուլերը որոշ առումով նաև կատակներ են կամ այդ կատակեն մեր ընտրած ճանապարհների նկատմամբ, մեր երազանքների նկատմամբ, մեր կյանքի նկատմամբ, թե այդ կատակը մենք ոնց կընդունենք։ Կատակ իհարկե դա կատակ չի նշանակում, ասենք էժանագին ինչ որ Չէ, հենց այդ է ուզում ասել։ Դա կատակ, այսինքն ինքը իր մեջ կարող ամենամեծ կատակը կարող է իր մեջ պարունակել ամենամեծ լրջությունը։ Հենց դա էր, երբ որ կարդում ես կատակ A օրինակ կամ կատակ G կամ կատակ H, հա, գլխի այսպես ձևակերպումը վերնագրով հանդերձ, դեպ եկել դες լուրջ բաներից են խոսում, ինչ որ միջազգային հարաբերություններից, ինչ որ լուրջ պետական, քաղաքական, երբեմն կարևոր իրադարձություններից, ու այդ հարցը ծնվում է, էլի ինչու կատակ։ Ես մտածում էի, որ դες այս մարդիկ լուրջ իրադարձությունների մեջ են, լուրջ մարտահրավերների, բայց մի քիչ անլուրջ են մոտեցել էլի ամեն դեպքում։
Քանի որ կյանքը այդպես ավելի հեշտ է ապրել։ Հեշտի հարցը չիտես այ որ ասում ենք էլի վերաիմաստավորում։ Ըստ ամենայնի սա էլ վեպի կարևոր ասելիքներից է, գուցե դու պնդես կամ հակառակվես, որ այդ որոշ ցախողումների պատճառներից մեկը նաև այն էր, որ լուրջ հարցերին այդ կատակի տրամաբանությամբ ենք նայել։ Լուրջ չենք մոտեցել։ Բնականաբար այո, այդ քանի որ վերաիմաստավորման փորձ եմ արել իմ գրականությամբ, իհարկե ավելի հետահայաց միշտ հեշտ է գտնել այն ճիշտ ճանապարհները, որոնք անցնելով մենք գնացել ենք գուցե սխալ ճանապարհով, որը հանգեցրել է պարտությունների եւ հիասթափությունների։ Մեր տես, երբ որ խոսում գնդապետի մասին, դու գրեթե միշտ ասում ես պայմանական, հավաքական, հա, արի ես կողմնել շեշտենք վեպի, իր մեջ հավաքականությունները շատ են, պայմանականությունները շատ են, այսպես թաքցնող լեզուն ավելի շատ է, հա, նկատի ունեմ եւ պատկերները եւ սյուժեները, այն դիմառնության եղանակները շատ են, ամեն դեպքում արժի բացել, բայց կան կրկնվող հերոսներ, օրինակ վեպի կառուցվածքի դա դուրս եկավ, երբ որ կա սյուժետիկ ինչ-որ ընթացք, գնդապետի ներկայություն եւ հետո կարծես նույնիսկ գծված դիպաշարով կոնկրետ դիալոգներ, որոնք հնչում են նկարչի կողմից, հնչում են Փեփրոնեի կողմից, Շեկոյի կողմից, Տերտերի կողմից, Բիձու կողմից, հա, որոնք Բիձեն պարսկահայ, ոնց որ այդ ամենի մեջ ես ակնարկներ տեսա բացահայտ, հա, արվեստագետներ, մտավորականներ, չգիտեմ, արտաքին ուժեր, ներքին ուժեր, բուն կարևոր իրադարձություններից օրինակ գոհարիկների եւ ֆրիդաների տեսքով մեզ շեղող ուժեր, ինչ սիմվոլներ են սրանք եւ արդյոք սիմվոլներ են։ Իհարկե սա ես փորձել եմ ներկայացնել մարդու կյանքը, քանի որ մարդու կյանքը միագիծ չէ, միօրինակ չէ, շատ բազմաշերտ է եւ կան եւ այսպես ասած թշնամիներ եւ յուրայիններ եւ այդ բոլոր թշնամական եւ ուժերը եւ յուրայինները ուղեկցում են մեզ եւ տեղ-տեղ նրանց գնահատումը եւ ընկալումը կարող է նաեւ միաձուլվել եւ տանել այնպիսի տեղ, որ մարդը չկարողանա լիարժեք հասկանալ ով է յուրային, ով է թշնամի, այդ առումով նաեւ կատակ բառը նաեւ այդ առումով է հնչեցված եւ կառուցվածքի մեջ գլուխները կատակ են կոչվում, քանի որ այդ անձնականի եւ անանձնականի այդ տարբերակման, նաեւ չարի ու բարու տարբերակման խնդիր է դնում վեպը եւ այն խնդիրները, որ մենք որ ես դրել եմ վեպում, այսինքն ցույց տալ մեր հայրենիքի վերջին 30 տարվա պատմությունը վերաիմաստավորման հետահայաց հայացքով։ Այդ առումով այդ նկարիչը թե անձնական կյանքի եւ թե ընկերության եւ թե բոլոր այն ուժերի մարդկանց դերակատարմամբ, որոնք եւ իմ կյանքում եւ ցանկացած մարդու կյանքում միշտ ուղեկցում են։ Նաև պետության կյանքում։ Նաև պետության կյանքում բնական։ Անտվերպենին մոռացա, այդ անունով շուն կա վեպում եւ շուն, որը բոլոր դիալոգների ամենաակտիվ մասնակիցն է, այսպես իտոգը տվող է հայերեն ասած։ Որպես հավատարմության, ամենաանվերապահ հավատարմության որպես խորհրդանիշ շունը միշտ ուղեկցում է։ Այդ էլ է տակրքիր է։ Մհեր վեպը ովքեր քո գրականությանը շատ լավ ծանոթ են, ես արի հուշենք, դու էլ համաձայն կլինես, ոճով տարբերվում է քո մյուս գրքերից եւ խնդիրը միայն այդ առաջի դեմք, երրորդ դեմք պատմելու մեջ չի։ Ընդհանրապես դու սիրում ես դինամիկ ընթացքը, քո բոլոր գրքերը անգամ ամենա փոքր պատմվածքները դինամիկ ընթացքով հատկանշում են, սա ավելի շատ ես իմ ընթերցելու process-ից էլ զգացի, էլի, այսպես հանդարտ վեպ է, հա, խնդիրը դրված է ոչ թե պատմել, ինչ որ հետաքրքիր սյուժեներ բացահայտել բան, այլ ամրագրել միտք, ամրագրել գաղափար, ամրագրել իրավիճակ եւ հետո փորձել դա վերլուծել։ Այ քո հավատարիմ ընթերցողներին ինչով կգայթակղես, որ այս վեպը կարդան։ Ես մի քիչ ուրիշ մհեր իսրայելյան ամեն դեպքում այստեղ։ Մի քիչ ուրիշ ես, եթե ընթերցողները ցանկանում են կարդալ վեպ, որը իրականում իր մեջ պարունակում է 7 վայրկյանի ապրում, այսինքն 7 վայրկյանի մարդու ապրումները ամփոփված մի վեպի մեջ, հետահայաց հայացքով,
կարող են ծանոթանալ։ Իսկ այդ կառուցվածքը արդեն գայթակղիչ է։ Կյանքը 7 վայրկյանում է։ Էլի շաբաթել չէ, վեբուներես վերջում 10 րոպե 38 վայրկյան, հա, վերջի։ Բայց ամեն դեպքում այդ Բայց Fuentes-ի վեպի այդ զուգորդումն էլ բավականին հետաքրքիր, որտեղ ես կարդացել եմ երևի մի 5 տարի առաջ։ 3 րոպե է, 3 րոպե թե 3 վայրկյան, հա։ Մտքովս չէր անցել, բայց հիմա որ հիշեցրիր։ Դե գրականությունն այդպեսի բան է, դու շատ լավ գիտես։ Շնորհակալ եմ Մեհեր, մեր հրավերը ընդունելու համար։ Հուսով եմ դեռ կհանդիպենք, որտեվ դու բավական պրոդուկտիվ գրող ես։ Հուսամ կսիրվի վեպը։ Մենք էլ։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի արձակագիր Մեհեր Իսրայելյանի հետ, մեր զրույցի թեման նրան նոր փոքր աշխարհի մեծ կատակները վեպներ, լավ եղեք։